Instagram-ը չեմ միացրել, ոչինչ հեռախոսը պետք է մեզ։ Քթես հարցը ինձ արդեն սպանում է։ Պետք է թան բառեմ։ Ահա, всё, լավ, գա։ Так. Так. Emocionación, buenos días, buenos noches. Mire, Նույնիսով եմ լավացուց տալի, հələ մի րոպե մեր կուլտուրական տեխնիկից հարցնեմ, ինչ թարի հետո մեր պատկեր են։ Բարի երեկո բոլորին։ Դու մի հատ ինձ ասա տենամ եթերով, այդ Facebook-ը կամերան ուղիղի, ծուրի, դուզի, կամերան ոնց է։ Երևի մեզ ասեց սեց, այո, սեց, կուլտուրականի, Արմար տեսմորդ իշքան դիտողություն կանի մեզի, եղան կուլտուրական, Այ մարդ սմորթիր, Всё, կենա, ես է տզենք, էտո տիկտոքի շտատիվ է, Всё, Են եկա բանա հմեկ և ալն 10 ժան դնեն, պչեն, տզեն, պրտեն, դուխին, պասպաս և ալն, բայ դուքուն ոչի բան չասեն, մենք է սենց հանիրավետը սարոշկենա կոշկեք էտա, ինչը ֆուտբոլ կավի։ Եվ ասպես հարգելի ժողովուրդ նորից, ձեզ հետ է հանրային ձայն ես, վերջին ժամանակներս մենք ստիպված ենք, սենց ասած, ամեն օր կարճ հանդիպել, մինչև երկուշաբթի օրը, որովհետև թեմաները այնպիսին են, որ թողնել մինչև երկուշաբթի օրը հանրային ձայնի հիմնական եթերին, ինքը դառնում է ուշացած և ոչ տեղին։ Օրինակ մենք երեք զրուցեցինք, բացահայտեցինք, ներկայացրեցինք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի բոզիտողությունը, որտեղ մենք բավականին համեստ թվեր ներկայացրեցինք, ասելով, որ 3 միլիոն 100,000 դրամ ծախսվել է միայն մուզիկանտնի և 10 միլիոն ծախսվել է, այսպես ասած, ընդհանուր լափակ-մափանք և այլն։ Երեկվա եթերից հետո 168 ժամ կայքը, թերթա, խերգալոխա, ինչը չգիտեմ, ուրա, դրա էտա երևույթ, հեսա, հայլի AM-ով, բանով և ալով, վերցրել են և ավելի մանրամասն ներկայացրել են, տեսեք, նորից ես ուզում եմ անդրադառնամ այն մարդկանց, ովքեր ասում են Վարդան Ղուկասյանը կուլտուրական չի, այդենց կեղտոտ բաներ ասելի և այլն։ Բայց Վարդան Ղուկասյանը հիմա տեսեք ասում է շեշտում է հայլի կետել է, հեսա զարգում ենք վրա, թոլը բացի, 20 միլիոն դրամից ավել մեկ անձից գնում, պեկում, վերցրել է և դրել է։ Բայց հայլի էմը ես չգիտեմ ումնա, բայց եթե վերցրել ես և նյութը տեղադրել ես Երևանում ապրիլի 6-ից 7-ը կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ, այսինքն այն ինչ որ ես ասել եմ։ Վերցրել դրել, ապա եղբայր նշում արա, հղում արա, գրա գողություն խի կանեմ այդ տղա։ Հա ճիշտ է, դու ավելի ես խորացել, ավելի շատ ես պարզել, որ մենակ մուզիկանտների վրա ծախսվել է և այսպես գրել է։ Եվ այսպես 3 միլիոն 100,000 դրամով Հայաստան այցելացուների համար համերգային ծրագիր է ցուցադրվել Livingston ռեստորանը։ Վարդան Ղուկասյանն ասել է, անցանք առաջ։
Գրել է 5 միլիոն 500,000 դրամով գնում են կատարել Արթուր Թամազյան Աձեից Մարիոթ հյուրանոցում միջոցառման տեխնիկական աշխատանքները կազմակերպելու համար։ Ես հասել եմ, չեմ հասել եմ, բայց հիմքով էր Վարդան Ղուկասյան, ասում ենք առաջ։ 1 միլիոն 150,000 դրամի հաջորդ գնումը նույնպես Արթուր Թամազյան Աձեից միջոցառման վարողին վճարելու համար, այսինքն Թամադի համար 1,550,000 դրամ տվել է Ռուստամ Բադասյանը։ Տեսեք, ես իրանց բացահայտումը ասում եմ, բայց հիմքը Վարդան Ղուկասյանն ախրեղել է, ագարկեք, ինչի չեք նշում, մտում տես մարդ չկա էլի, ասնենք առը, ոչ ես կասեմ, ես ասեմ ամբոզի տղա չեմ։ Так, 5 միլիոն 150,000 դրամ վճարել են Հայր եւ որդի Երեմյաններ ՍՊ-ին Livingston ռեստորանում հյուրասիրություն կազմակերպելու համար։ Ահա, դալշը։ 1 միլիոն 950,000 դրամի գնում կատարվել է Վինո ծծծնի հայլի կետերիմին։ Վինո ՍՊ-ից հյուրերին 20 տարվա հնեցման խմիչք հյուրասիրելու համար։ Հյուրերը եթե 5 տարվա խմիչք խմեին, այդ ալկոգոլիկ աղբեկը կարողացավ մեկ հետևից սատկեին։ 4 միլիոն 300,000 դրամի հաջորդ գնումն Armenia Marriott PB-ից է Marriott հյուրանոցի ծառայություններից օգտվելու խմա։ Իտավո 168 ժամ ներքևել գրած է հղումը Սաթիկ։ Հիմա ոչ ասեմ, Սաթիկ, մեր հարևան, ով աղջի։ Հրուշը, մեր հարևան հրուշը ծրի բերանըտ, վեկալ է գրես, անչի չես գրե աղբյուրը ուրդից, հա, այլ պոպուլիկ ագարկա, ինչևից է տեսեք, ես իանք բացահայտումը շարունակել են, Վարդենանձի նվեր տալամաղ չի, տենում ես տիկտոկով, իանք բացահայտումը շարունակում են, բայց ասեք աղբյուրը որտեղից, հիմա որ ես դիմա դնեմ շարունակեմ, վաղը այս ինվորմացիան որ ասեմ, հետևից հլնելու են գրրրր, բազեն, բայց դնես մամաներին ծծծնես, սաթի կլնի, հայլի կլնի, չգիտեմ, կամոտ կլնի, գորկա եմ կլնի եւ այլն, չեն ասի, աղբյուրը որտեղից, այս է ցելես բոզի տղեկներ, հասկանում ես, ու ինչ են ուզում են անեն դիտում, ապովել չի ստացում, ժողովուրդը գալը մա հանրային ձայնի դուրը, գիտի հա ճիշտ է, կոպիտ են կարտահայտը, մի փոքր կուլտուրայից դուրս, բայց իտողում ճիշտ խոսք, հիմա այսքանը որ բացահայտել այդ հայլի էինա վեկալ է դրե, 160 ժամից են վեկալ է դրե, լավ, մեր հարևան հրուշն ասեցի, ծրի երկուսի բերանը, բա մնացոցը խիչ է գրե, հա? Մնացածը խիչ է գրե, որ միջոցառումից հետո ինչա տեղի ունեցե, էդի խիչ է գրե, հիմա կասեմ կպրծնեն, էդ ու շաբթուրը կպրեգը գրեն, մտով իանք էդի բացահայտին, բա անկարկա չէ, հրուշի պմպուկը դնել ձեր բերանը, հայլի էեմ 168 ժամ, ախա ապսուս դուք հրուշին չեք տեսե, ուրա, ուրեմն, ես ամենը մի կողմ, Պեկն ունի Արման Արայիկի Մարտինյան, ի պաշտոն է Հայաստանի Հանրապետության Պեկ միջազգային համագործակցության վարչության միջազգային ծրագրերի իրականացման, աջակցման և արարողակարգի բաժնի պետ։ Եթե մենք սա թարգմանում ենք, մի քիչ ցիվիլ լեզվով կոչվում է պրոտոկոլի պետ, Արման Արայիկի Մարտինյան։ Այսինքն այս ամբողջ ծախսատար միջոցառումը կազմակերպել է Արման Մարտինյանը։ Ես խնդրում եմ Արման Մարտինյանի լուսանկարը տեղադրել Telegram կանալ, որ դրի, որ ժողովուրդը մի հատ էս մարդու կիթուբ, էս լակոտի կիթուբ բերանը տենա ու հասկանա էսի Պրոտոկոլի հետ, հələ մի հատ խնդրում եմ, մտեք նայեք ժողովուրդ ջան, այս դեմքը, այս դեմք ունեցողը, պրոտոկոլի հետ կարա կապ ունենա, խնդրեմ, էսի պրոտոկոլային դեմքը, я таксու շոֆեր, я չուվթի պասաժի, բալ, աշխատող, չուվթի պասաժի, որ չուվթա են ծեցը, դեմքին արդեն նայեմ հասկանում ես, որ ինքը հերույա պրոտոկոլից, բայց ինքնա պրոտոկոլի պետը, լավ, ինչևից է, դեմքը տգեղա, հերույա, քյուվտջի, միջոցառումից հետո այս 20 տարվա կոնյակը, որ խմել են, ումից էին առել, վինո, հա, վինո ասի չի, ուրո,
Ուրի, հեսա։ Հեսա, 1,950,000 դրամի գնում է կատարվել վինո սպ-ից հյուրերին 20 տարվա հանեցման խմիչք հյուրասիրելու համար։ Հիմա մեր այս պրոտոկոլի պետ Մատինյանը այդ 20 տարվա խմիչքը խմելա, ղզղներա, պրատ հանդիպումից հետո դուրս է եկել նստելա ավտոյի ռուլի, ու Երևանում իշքան ավտոկա ծասցնելով գնացելա մի 5-6 ավտոմոլ մաշ, վերջում էլ բերել են տպել են Էրեբունի հիվանդանոց։Քի բերան գլուխ մլուխ ջարդած ճնճղված, հերիք չի պետական փողերը ծախսել են ես բոզի տողեք իրանց էլ չգիտեմ աղբի տղեկի բան վրեն, միատ էլ պետական փողերը լապելուց, լագելուց հետո պետական չի հարկատուների։ Գնացել ենթարկվել է ավտովթարի, բերել են տպել են Էրեբունի հիվանդանոց, ամսի 6-ին, ներողություն 9-ից, մի քանի օր հետո են բերել պայը։ Ուրա, ստեղ ինձ նաև հետաքրեց, կանեք, մի հատ հեսա ճշտեք, մերու, Bonsoir, դոկտոր։ Մի հատ ինձ խնդրում են բան արա հիշացրու, սա ամսի քանիսն էլ ընդունվել Էրեբունի հիվանդանոց, ամսի 8-ին, այսինքն 2 օր հետո։ Ինչ ախտորոշմամբ, քթի կոտրվածք, ողերի կոտրվածք, վիրահատված է հիվանդանոցում տպած է, որ բաժնում է տպած։ Որ բաժանում է։ Տրավմատոլոգիա։ Եղավ, շնորհակալություն։ Ուրեմն 2 օր էլ պահել են, այդ օրը չեն բերել, որ գցել են, բռնել են, դեպք չտանք, բան չանենք, եւ խմացությունը անցել է, նոր հետո ամսի 8-ին բերեք կողել են Էրեբունի հիվանդանոց քթի կոտրվածքով եւ ողերի կոտրվածքով վիրահատել են ասում դեմից ռեանիմացիա եղել, հետո տեղափոխել են տրավմատոլոգիա։ Հիմա սաթիկ լրագրողից վեկալը մեզ, վաղն առավոտ, ճխտասես էթմես Էրեբունի հիվանդանոց։ Նյութը գրել ես Վարդան Ղուկասյանի անունը չեղե, այս բուղեն իա փրչոտ որով նստամա սատիկի կիտուպենի ծածացնելու է միջև լավանա։ Բարձա, հիմա ստեղ հարցի մյուս կողմն է։ Ես որ նայում եմ այս քարտուի, սա կոչվում է դիվանագետի դեմք։ Լավրովի մերը էլավ, սրա դեմքը տենալուց հետո։ Բանա պրոտոկոլը սպասարկում ուր այ մարդ, ես հետուր եմ եղել ես սրան, հա, ես սա։ Մենք ես մի քանի ոչմ թեմա ունենք։ Ուրա։ Ահա։ Ես հիմա նայում եմ ստեղ գրած է, ամուսնացած է։ Կինը Անահիտ Էդուարդի Սուքյասյան։ Գտնում եմ կինը Անահիտ Էդուարդի Սուքյասյան։ Հիմա մտածում եմ, ասում եմ, կարող է էսի գրզոյի փեսենա, ով գիտե այս տղուն։ Ինձ թվում է, հա, որովհետև սեն զուգադիպություն չի լեմ, Էդուարդ Սուքյասյան, աղջկանուն Անահիտ, ու վդրուկ այսենց կոլորիդային, փողոցային, կոլորիդային, քյարթու, մսավաճարի դեմքով ղախպեն պրոտոկոլի պետ։ Էսի ու սենց բացահայտ կոռուպցիոն սխեմա, դրե ծծրել են հարկատուների փողերը, եթե ես չգիտեմ խի ամենայլ հավանականությամբ համոզված եմ, որ սա գրզոյի բան փեսեն է։ Ես միշև մյուս եթեր, մեր երկուշաբթի օրվա եթերը, այսինքն բուն հանրային զայն հաղորդաշարի ժամանակ մենք կպարզենք փեսենա թե չէ։ Չգիտեմ խի ներքին զայն ասում է փեսենա։ Եթե մարդիկ որ գիտեն, որ սա ուելա, ոչ գրզոյի փուսինա, թորեմն ձեն հանեն մենք իմանանք։ Ինձ գլխավոր դատախազությունը մեր նախորդ հաղորդումը լսեց։ Հուսով եմ երեկվա, Աբազը եւս լսեց, չնայած շաբաթ կիրակի է, Աբազը կարող է, չգիտեմ, զբաղված է, բայց ստիպված է, անդոն գոնե լսի։ Եվ անպայման մենք ակնկալում ենք, որ
երկու շաբթի, երեք շաբթի օրը դատախազությունը անպայման գնալու է այս հարկատուների 20 միլիոն դրամ, մենք խոսում էինք 10 միլիոնից, բանից բարձրեց գումարը էլ ավելի մեծ է, 20 միլիոն դրամ հարկատուների ջեբից վերցրել տարել ծածացրել են։ Ինչի վրա, չգիտի, էս ենք հյուրասիրը, են ենք բոզի տղա, կենել եք, լապել եք, խմել եք, հարպել եք, վերջում էլ գնաց եղել եք, թիկա, պրտիկ, մեր օգուտը ատեղից որն է եղել։ Հասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օգուտը որն է եղել։ Ոչ մի բան։ Սա դրա մասով, ուրեմն հիմիկվանից ուզում եմ զգուշացում տամ Ռուբեն Վարդանյան կա, որ եկել էր Արցախը փրկեր։ Հերրս կերավ, թե փրկեց, ծծրին հանից եք դիրարին։ Ուրեմն Ռուբեն Վարդանյանի թայֆում կա մի հատ ջահել, որը փեթական կամերայա ծախը, բոյով լոլոս, մեգանդոն։ Ես հիմա այդ գանդոնի անունը դիտավորյալ չեմ տալի, բայց եթե իմ ականջին ևս մեկ անգամ հասելա, որ դու քո բերանից հանում ես Վարդան Ղուկասյան կամ Դոգ անունը ու հələ մի հատ էլ ասում ես, թե ինքը երկար չի ձգելու, մենք իրան խփելու ենք, ու դրությունները կանենք այն ձև ոնց որ մեզ պետք է։ Ես քո տուն ու տեղը ծածացնելու եմ։ Եթե մի անգամ է իմ ականջին հասելա, որ դու Վարդան Ղուկասյան, ինքը հասկացավ ում մասին է ես խոսում եմ։ Մանեթ Հանդիլյանի ծլիկը դնելու եմ կնգած բեյնի մեջ, Ռուբեն Վարդանյանի խեռնել Մանեթ Հանդիլյանի բեյնի մեջ, բոզի տղեկ։ Այսինքն իրանց սև գործերի իրականացման համար միակ ելքը Վարդան Ղուկասյանը խփելն է, որ այս ազգի մերը վերջնականապես մորմշ անեն փրենարևի տակ։ Մեկ այլ երևույթ Վիկտոր Մնացականյան հայտարարել է, որ ինքը մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին։ Հաջողություն ենք, մուզը մաղթենք մեր թիմին։ Վիկտոր Մնացականյան երկուշաբթի օրվանից սկսած ես ամեն իմ հաղորդման ժամանակ հաջողություն կմաղթեմ ձեզ եւ ձեր թիմին։ Իմ հաջողությունն էլ գիտես, մաղթանքը։ Ես ասել եմ, չէ, որ ցուցակը պիտի լինի, այնտեղ պիտի լինի երկու ցուցակ, Ավինյանական եւ հակաավինյանական։ Ավինյանը մինչև ընտրությունների ավարտը գալու է նստի ձեր տանը։ Ես ասելու եմ ամեն հաղորդման ժամանակ քո ընտանիքի հետ ինչա անելու Վիկտոր Մնացականյանը։ Վիկտոր Մնացականյանի վերաբերյալ ամբողջ շարժը գյոթի, բոզի, գնալ, գալ, կոռուպցիոն սխեմաներ եւ բոլորը հանել ջրի երես։ Քրիստիկ, ամբողջ շարժը մտամեզ եկնային գրասենյակի արխիվ գրությունը գրգմես, կեյսը բացում գրգմեն քեզ, դու էլ բնականաբարից։ Հիմա անդրադառնանք Համալիրի միջադեպի։ Երեկվանից նախ ամբողջ համացանցը բաժանվել է երկու մասի։ Մի մասը ողջունում է դրոշը վառելը, ինչ էր այդ ստիլիստի անունը Արման, այն մի մասը գրլում է դրոշը վառելը։ Նախ, ինչ վերաբերվում է, եկեք մի քիչ ավելի խորքից գանք։ Հայաստանի Հանրապետությունը ընդունում է համաշխարհային մրցում, շտանգի։ Ինձ ասեցին, որ շտանգեն եւ բարբեն ուզում են հանեն, որպես օլիմպիական մարզած է, որովհետեւ հետաքրքրություն չկա։ Եվրոպացիք հետաքրքրված չեն շտանգով եւ բարբով։ Ինձ ասեցին, իհարկե բնմասնագետ մարդիկ։ Ասեցին, մի հատ հələ վերցրեք նայեք շտանգի բոլոր համաշխարհային մրցույթները, որոնք որ եղել են, մի հատ հələ բացումները նայեք, հասարակ, ոչ ծախսատար եւ այլն։ Միայն Հայաստանը բավականին լուրջ ծախս։ Իսկ ինչու է դա արվում, որովհետև ցանկացած միջոցառում լուրջ Եվրոտեսիլ կլինի, շտանգա կլինի, բարբա կլինի, պորնո կլինի եւ այլն, ցանկացած միջոցառում, որը որ կազմակերպվում է Հայաստանը, դրանով զբաղվում է դդումը իր աղբոր ընկերների հետ միասին։ Հիշացնենք դդումնով է Արայիկ Հարությունյան։ Փողերը լավանալու միլիարդի ջեբերը դնելու մի հիանալի
առիթ, որը որ վերահսկել, վերաստուգել, հասկանալ այս ոչմ ծախսը ինչի վրա է գնացել, սալուտը ոնց որ ինձ ասում են 10 մետր թռավ, թե 20 մետր, ոչմ թռավ 10 մետր թռնող սալուտ են առել, թե 20 մետր, ասես պայթող, անես պայթող, բեմի լուսավորությունը նեոն, այսինքն ինքը փող լվալու մի հիանալի վայր է, եւ կառավարությունը դարել է մեր ասած մեդիա հոլդինգ, ինչ են ասում դրանց, production-ը ինչ խրգալող է բուն գործով զբաղվելու երկիրից վիճակի դուրս բերելու համար մենք զբաղված ենք միջոցառումների վրա գումարներ լվանալով։ Սա մեկ։ Երկրորդը մենք հայտարարեցինք հանրային ձայնը բառացիորեն ասեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չէ հայ ժողովուրդը հյուրընկալելու Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հələ Թուրքիային ինչ որ միտեղ կարող է ասկսնես, բայց Ադրբեջանը ոչ։ Չնայած Թուրքիային ավելի հեշտ կարելի անցկացնել մինչև 44 օրյա պատերազմը։ 44 օրյա պատերազմից հետո առավել եւս Նիկոլական բոզի տղեկի ուղեղը չմտավ, որովհետև իրանք գումար աշխատելու առիթ էին տեսել։ Բերին միջոցառման բացումը արին։ Okay։ Միջոցառման բացման ժամանակ մի հատ երիտասարդ ստիլիստ են բեջը ուսին կցած առանց խոչընդոտների հանդիպելու իմիջիալոց ասում են շորենը լիքնակար է հետարքիր է եթե տենց զզմ Ադրբեջանի դրոշից Ադրբեջանի բանը ոնց է կարե ձևը դիզայնը եկավ հասավ եկալավ Ադրբեջանի ոչմ դրոշը ոչմ կրակը տվեց վարելով գնաց Նիկոլը տեղից վեր թռավ ասեց բռնե գողին Նոր սկսան վազեցին, հետևից բռնեցին, բանան բերին կողքի ոչմ քարմաց եկալավ թողին։ Տարավ ազգի հերոս։ Ես չեմ ուզում քննադատեմ կամ գովաբանեմ դրոշը վարողին։ Ես ուրիշ հարթակով եմ ուզում մոտենամ։ Այն որ պիտի դրոշ վառեին, այն որ պիտի պամիդոր գցեն, այն որ պիտի ծածանեն եւ այլն, դա բնական է։ Դա պիտի լինի։ Պիտի լինի, որովհետեւ մենք այսպես ասած, այս պայդրությամբ համարվում ենք պարտված կողմ, և մենք վարված ենք, մենք աբիժնիկ ենք, այո, ճիշտ խոսալը խորշատողություն չի։ Հիմա հարցի մյուս կողմն է, Նիկոլ Փաշինյան բոզի տղա, դու չլսեցիր այն բաները, որոնք որ քեզ ասվեց, որ մի արա, խայտարակվելու ես, մի արա, դու բերեցիր Դու քո տուն կանչում ես քո թշնամուն, ասում ես արի, ես քո անվտանգությունն ապահովում եմ։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը գա իմ տուն, ես կանչեմ յան իմ տուն, կամ Ռոբեկին կամ Սերժիկին, ինչքան էլ որ զզվում են, ատամ եմ, նողկում եմ, ես իմ տան մեջ չեմ կարող այս մարդկանց նկատմամբ վատ վերաբերվել։ Կոֆե կտանք, լատեյա պետ լատե կտանք, կապուչինոյա պետ կապուչինո կտանք, կաֆետ կտնենք դեմը, կզրուցենք, կվերջացնենք, տնից հլնի դուրս, տեղում օրմաշ, համաձայն իսլամի օրենքի, որովհետև տան մեջ արուն թափելը, հյուրին վիրավորելը, էտը հարամ, խարամ, ասված բան ռուսերենով։ Եթե դու Աշոտյանը դրել է իա էջում ասում է լավ արե ծծծրել է, դրոշը վառել է, օքեյ լավ արե, Աշոտյան, երբ որ դու գնացիր Բաքու, են Մանեթ Հանդիլյան ագարքի հետ միասին, մենք այս ժամանակ հաղթող կողմ էինք, կաֆեյում որ նստած կոֆե էիք խմում, Բաքվի գեղեցիկ տեսարանն էիք նայում, բա որ մատուցողը գար այդ պահին, խեռը հաներ գցեր դուրս, ասեր նյուխած ու կողեր բերանդ, ինչ էիր անելու Բայց Ադրբեջանում քո անվտանգությունը ապահովեցի Մանեթ Հանդիլյանի հետ միասին, հյուրանոցում եղաք, Բաքուն ցույց տվին, ֆրծրին, մրծրին, դրանից համար ասեցիք դիլելեք։ Այսինքն էթիկա, ռազմաճակատում ծծրեք յալ ոնց ուզում եք։ Հիմա Նիկոլ, դու բերել ես դելեգացիա քո մոտ։ Եվ ու Մանատավո բերել ես։ Նա քեզ ասում ենք մի բեր։ Մենք պատրաստ ենք այդ գյոթերին մեր հողի վրա տենալու մի բեր, որ դու բերեցիր, լավ բերեցիր։ Դու քո ամբողջ կառավարությունով հանդերձ նստած միջոցառում եք նայում։ Հասարակ լոգիկա է։ Այդտեղ պիտի լեն ամենաուժեղ անվտանգությունը։ Ամենաուժեղ։ Նամանավանդ անվտանգությունը պիտի լարվեր, ձգվեր այն ժամանակ, երբ որ բեմա դուրս գալի հակառակորդ երկիրը իր դրոշով։
Ռեսպուբլիկա Ադրբեջան։ Այդ ժամանակ այն քաքերը ակաշներին դրած կան բանով գալստուկով, կոստով եւ այլն մետր ու կես 2 մետր են քանիս են դրանց ղախպեքը պիտի ստանային ցուցում ու շաբիջ ու այդ պահին եթե դաժե քո անգարկականիկը փորձեր տեղից վեր կենալ ու մոտենալ բեմին պիտի վեկալեին սամբալային տային գեդին որովհետև երկրի հեղինակությունն է եւ պատիվն է եթե դուք այդպես եք մոտենում դուք պետք չէ մոտենան ասում եք մենք խայտարակել ենք մի բոզի տղենել են ազգային ժողովի բերելով քաչալ պատգամավոր տգետ պորնիկի տղեն ասում է ես ներողություն եմ խնդրում հանրությունից թե ներողություն խնդրում ես չգիտեմ բայց խնդրում եմ ու դրա փոխարեն մի հատ անց բիրկով քայլելով հանգիստ վազելով գալնամա ոչ մի չանում մոտենամա դրոշը վերցնումա էլի մարդ տեղի չի շարժվում սա նայեք ինձ դրոշը վերցնումա վառումա կրակը խփումա միած ես քայլելով մի քանի մետր ռազարոտա անեն նոր նիկոլը հլում ասում բռնակ գողին ու մեկ էլ իրար են գալն բոզի տղա եթե դու որտեղ որ դու գտնվում ես դու ես այդտեղ գտնվում այդ 50 մետր շարավաղի այդ բեմի հատվածի անվտանգությունը չես կարում պահես ղախպի տղա դու պետական սահմանի անվտանգություն ոնց ես պահում այս 5 տարի է հա դրա համար ես տալի նահանջելով եւ այլն դու եթե այդտեղ չես կարում անվտանգություն պահել ես նորից եմ կկնում դրոշակ վարողի ես չեմ մեղադրում կատեգորի ուզելա կարացել արել լավ արել հասկանում եք կարացել արել ցույց չտային երբ որ մեկը մոտենը պիտի վեկալեին տային գետին նավը բանը ոչ նավուշիկները գցեին ձեռը տանեին դեռ բայց եթե չեն արել մարդը գնաց վեկալ է վառելա այդ արդեն մի կողմ եմ թողում որ մի մասը հերոս ասնամա մի մասը գրլամա մի մասը ես ինչը ամեն մեկը ունի իր անձնական կարծիքը բայց մենք ստեղ տեսնում ենք եւս մեկ անգամ որ այս բոզի տղեկը հասարակ միջոցառում անգամ չեն կարող կազմակերպել հասարակ այս սա է խնդիրը ու հիմա Ադրբեջանը բռնում ասում է թե ես իմ սպորտսմեններին հետ եմ կանչում ճիշտ անում նախորդ չպիտի գային բայց երբ որ մենք հիշում ենք 2015 թիվներ որ թիվը ես չեմ հիշում նույն մեր հայ մարզիկները գնացին Բաքու այնտեղ հաղթին Ալենն էլ եկավ ոսկի մեդալը գցեց վիզը ծապտվին եւ այլն սա էլ հիմա նույնիսկ պիտի ասեմ այն ժամանակ տեղի չէր ունեցել 44 օրյա պատերազմ եւ ժողովրդի մեջ եւս մեկ անգամ հին վերքը չէր թարմացվել ատելությամբ զզվանքով նողկանքով այդ ամեն ինչի նկատմամբ տեսեք համացանցում օրորի հայտնվում են տեսանյութեր Երևանի կենտրոնում քայլող թուրքեր մոքտես քայլելով նկարում ու ասենք ցուցատալի էսի էսա էսի այնա այնա եւ այլն բայց ես չեմ տեսնում մի հատ հայ մարդ դա կլինի ռուսական անձնագրով դա կլինի ամերիկյան անձնագրով որ Բաքվում քայլի եւ նկարի ցույց տա չկա ոնց է ստացվում որ թուրքերը ադրբեջանցիները կարողանում են անխափան թափացել Հայաստանի Հանրապետության տարածք գան մտնեն Երևան նկարեն ցույց տան ծաղրեն ձեռարեն գցեն համացանց իսկ մեր մոտ չի ստացվում որովհետև եթե դու ունես անգամ ամերիկյան անձնագիր եթե անգամ դու ունես Ադրբեջանի սիրած պետության Իսրայելի քաղաքացիություն հայկական անձնագրով դու չի կարող մտնել Բաքու դու չեք կարող վայր չեք կատարում Հեյդար Ալիևի օդանավակայանը բացում պասպորտը տենում հայկական անձնագրով ազգանում յան սիկտիր յան դնում ես համալու ճամփու դնում դաչ չի թողում հիմա ստեղ առաջանում է հարց ընկեր Աբազյան քո պագրանիչնիկները ինչի են թողնում օղլի ազգանունով բոլոր ադրբեջանցիները ես բանում էի Ռուսաստանում աշխատելու ժամանակ շտաբօգնությունում մի անգամ եղավ կանչ այնտեղ ի տարբերություն Հայաստանի բան պլանշետի վրա գրվում է անուն ազգանունը
Ես նայեցի, որ ընդեղ աղջկա հետ կապված օղլի է գրվում, եթե տղա է օղլի եսիմ ինչի, անպայման այդ օղլի ու կիզիր, աղջկա դեպքում գրվում է կիզիր, ռուսերենով, որովհետև ғզար բղանդ չունեն իրանք, տղու դեպքում գրվում է օղլի ես ինչի, օղլի սայադի, например, ու ես հասկացա, որ գրվում ադրբեջանցու տուն։ Ես եկա համատ ադրբեջանցու տուն, երբ որ ես երկու բառ սկսեցի խոսալ, հիշում եմ 10-ով մի հատ լակոտ էր։ Սա միանգամից բան եղավ։ Արմենին, ասե դա է Արմենին, 44 օրը պատերազմի ֆոնի վրա էր։ Նոր էր ավարտվել։ Ու վախ ընկավ սրանց մեջ։ Հիմա ես ուզում եմ սրասկում եմ, ասում եմ չեն ինադը, նիշո ինադը։ Ես հասկացա, որ ես ինչ զանգեցի դիսպեչերին, ասեցի ես չեմ կարա ծառայություն ցույց տամ բժշկական, ես մարդիկ վախում են ազնից։ А что случилось? Вы же в России. Ասեմ я в России, но я же армянин, а он азербайджанец. Боится человек. Եվ ես դուրս եկա, մեկ այլ բան բրիգադ եկավ, այսինքն այս մարդիկ այդ ձև մոտենում են, մաքսիմալ զգուշավորության եւ որ պիտի բանը գազարագույն ящики միջից անեի անալգին Դիմետրոնին կտենեմ, անալգին պեչատած փագած, բացեի սրսկի այդ գյոթին, բայց այդ մարդը վախեցավ։ Բայց նույն լոգիկայով ինքն Աբազյան Սրանք են քալ բոզի տղա, դու խոմ չեկիս մարդ ես, քո պագրանիշի ծառայությունները խիցուցում չես տվում, տալի որ են անznագրով եկողը, ում պասպորտի մեջ գրածա օղլի ես ինչի կամ ղզի ես ինչի, ու գումանացան, ընդեղ նշվում է Ադրբեջան, ծննդյան վայրն Ադրբեջան, դա Թուրքիա կլինի, Իրան կլինի, եւ այլն չթողնել, երկիր չթողնել, չէ, թողում են, իսկ մերոնք որ գնում են, Թեկուզ ասում եմ ամերիկյան անznագրով, հետ են տալում, ասում եք տերել եք։ Մյուսը, որոշակի մարդիկ ասում են դրոշակա այրին, դրոշակա վառին, էսարին, էնարին, ներողություն ենք խնդրում։ Ես հիմա ուզում եմ այդ ներողություն խնդրող բոզիտողում, այդ Աղազարյան աղախպի տղել, հարց տալ։ Հիմա պիտի ասեն ռազմական գործողության ժամանակ է եղել։ Հերու տղում երագույնը որ փաթին վրեն զորամասի պատիտակ գյուլին հերու տղա էին երկու աղբեր, եմոց թե հերու տղա էին։ Որևիցե մեկը ներողություն խնդրեց, արել են, վերջացավ։ Բարբի, չգիտեմ, շտանգի միջոցառումը, ես իմիշ միջոցառում չի, որ մակամեկ եղակ խայտարակ։ Այո, մեր ազգը պատրաստ չի հայ-ադրբեջանական բարեկամության եւ պատրաստ չի լինելու առաջիկա 50 տարի։ Ուրիշ հարց, որ Նիկոլ Փաշինյան կոչված բոզի տղեն փորձում է փակատել այդպես ազգի վզին ամեն ձևով։ Ու երբ որ իրան ասում են կնգացածնի ամբողջ Ադրբեջանը այս մարդիկ պատրաստ չեն, բոզի տղեն չի հասկանում, որ պատրաստ չեն։ Ինչ են մեզ ուղարկել այստեղ։ Ներկայացուցիչներից գեստները հեղինակելու եւ կարելու համար Արամ Նիկոլյանը ըստ պայմանագրի ստանալու է 18.9 միլիոն դրամ, որից 12.3 միլիոն դրամը արդեն ստացել է։ Տեսեք մեր Արամ Նիկոլյանը, լավ, բիզնես անում, բան չասեցի։ Ես նույնիսկ եմ ասում, ես չեմ քննադատում, ես չեմ գովաբանում Արազգ, ես Այդ հավանում է, որ ամեն քաղաքացի ինքը իրավունք ունի իր մոտեցումը ցույց տալ ինչին ուզում է։ Պետությունն է պարտավոր այնպես անի, որ քաղաքացին չկարողանա ինչ ուզում է, այն անի։ Սա է խնդիրը։ Ու եթե երկրի առաջի դեմ կոչված աղբի տղեն, իա թայփով ատեյա, դու հələ պատկերացնեք, ինչ մի հատ միջոցառում լինի Մոսկվա Կրեմլովսկի դվարից, կամ չգիտեմ ինչ մի հատ բան, Պուտինը նստած լինի, ու ինչ-որ մեկը վազի Ամերիկայի դրոշը վառի։ Կլի, չլի։ Ինչքան է քննադատում ենք։ Չլի։ Ես մի անգամ դաժե բան մտածի, ասեմ կարող է այս աղբենա կազմակերպել, բայց հետո ասեցի չէ մարդ։ Հնարավոր չի։ Էմերանք ասելով, ասացրելով, մենք պատրաստ չենք, մի բեր։ Հիմա էլ նորից է, մեկն է հելելա, ոչ գրելա, ամսի 23-ին ծածանվելու է Համալիրի դեմը Թուրքիայի դրոշը։ Ինձ արդեն տեղեկացել են, որ 23-ի երեկոյան իմ ելույթից հետո իհարկե
բոլոր դրոշները իջեցվելու են։ Այսինքն ամսի 24-ի առավոտյան ժամը 6-ին, 5-ին, 4-ին, այնտեղ այլևս ոչ մի դրոշ չի լինելու։ Սա է խնդիրը, որ այս բոզի տղեկը ոչ մի բան չեն կարողանում կազմակերպել։ Ասում ես ուղեղները չի մտնում, որովհետև զոմբի ղախվի տղա են, փողի հոտ են առը պիտի լապ են, բերում են հասցնում են տեղ, խայտարակվում են, իրանց բանով պատկերացումով, վարքաբեկվում են, հլում են։ Հիմա եթե Ադրբեջանը պիտի պարտվեր, իսկ միանշանակ պարտվելու էր, արդասումը չէ, ես եթեմ եմ հետ, որովհետև դրոշ են մնվարում, լավ անում, այսինքն նորից Ադրբեջանի բերանը լեզու դրի, որ Ադրբեջանը հելի կայնի, նորից ասի տեսեք, մենք ոնց են կազմակերպել, սրանք ոնց են կազմակերպել, դե արի բացատրի, որ Ալիևը իա երկրում Ղայդին տղայա, կարեմա ինչ-որ մի բանանի, սա ստեղ լրիվ պալաս բոզի տղայասկի իա տան մեջ արժեք չունի, կնիկը ոնց ուզմա, ծլիկը հանն կսմա բենին, ոչ թե մենակ կնիկը, այլ նաև երեխեքը, սեփական երեխեքը, կոռուպցիայի դեմ պայքարատանում բոզի տղեն խնդրեմ 20 միլիոն հարկատուների բնփողից ընդամենը մի գիշերվա մեջ մոր մշ ասես բան Սերժեն կարացել են հիմա Սերժին ծածացվել էր ազգային ժողովի ամբյոնից բա քեզ ու պիտի ծածացնի բոզի տղա նա ստեղ ես նայեցի բան արգարած, ում տանձին է ադրբեջանցու ասացը, մեր տանձին չի, կատեգորիկ։ Անդեղ միջազգային հանրությունը ինչ կմտածի, ոնց կմտածի, յարապ տեսեք դες դեն, մնե գլուբակո նապլիված։ Այդ միջազգային հանրությունը թո մտածի և իակարծիկը տա, ինչ ռազմական հացագործություն էլ արել Ադրբեջանը բանի ժամանակ, 44-օրյա պատերազմի ժամանակ։ Դրա մասին թող մտածի։ Ասում եմ, ես չեմ դատապարտում, ոչ էլ խրախուսում եմ։ Քաղաքացին հետ ուզեցել է, ելելա վարելա, կարացել արելա, լավ արել։ Ապահով է պատշաճ անվտանգություն, թե չանեին։ Մեջեցով։ Իսկ հանրությունը ծանր կտանի, թե թեթև կտանի, մնե գլուբակով նապլիված։ Вот Սա ինձ թվում է նաև արժե ռուսերեն էլ ասել. Вот именно для азербайджанской аудитории. Сегодня или вчера уже, не могу определиться по времени, спортивный концертный комплекс Карена Демирджана, под который ездили в Ереване, состоялся открытие по тяжелой атлетике. И наш гражданин сжег азербайджанский флаг. В этом вина не гражданина. В этом есть вина организаторов. Организаторов этого мероприятия. Потому что не только программа «Общественный голос», но и весь армянский народ не готов после этой войны кого-то из своих врагов встречать на своей территории. Мы не хотим никакого азербайджанца видеть в городе Ереван. Или в Армении. Не хотим. Пока что не хотим. И плюс к этому мы не можем обеспечить безопасность этих гостей. Именно азербайджанских гостей. Это другое дело, что правительство Армении их не должно пригласить. Абсолютно не должно пригласить, потому что если ты своего врага приглашаешь в свой дом, то ты должен дать стопроцентную гарантию, что никакого дискомфорта не будет. Но так как правительство Армении в прямом смысле этого слова потенциальное чмо, то чмо не может обеспечить безопасность. И те спортсмены, те люди культуры, искусства, политики Азербайджана, если в дальнейшем, в будущем даже, получат приглашение прилететь в Армению на какое-нибудь мероприятие международного масштаба, то я им говорю, многоуважаемые наши гости,
Я вам не советую прилететь, потому что армянская сторона не может обеспечить вашу безопасность. Пока на власти Никол Пашинян со своей проклятой командой. Придет другое правительство, будет какое-нибудь мероприятие. Вас будут приглашать на это международное мероприятие. Вот, на этот раз вот попробуйте приезжать. Может быть, в этот раз, вот в другой раз, ну, во времена неправления Никола Пашиняна ничего такого с вами не случится. Но сейчас я вам говорю, ваши туристы, ваши граждане, вот, которые приезжают с иранскими паспортами, с российскими паспортами, с турецкими паспортами в Армению, никто их безопасность не может вам гарантировать. Понимаете? И вы, вот некоторые молодые парни, очень хорошие молодые парни, даже если поймают азербайджанского туриста в Армении, или, я не знаю, чиновника или тому подобное, не исключено половое наказание. Половое, то есть изнасилование. Так что, многоуважаемые азербайджанские туристы, я не знаю, вас сюда отправляют, то есть в Армению, отправляют по госзаказам, вас сюда отправляют, что вам надо ехать, что вам надо купить капитал в Армении. Так будьте внимательны и осторожны, что в один прекрасный день один хороший армянский парень, в прямом смысле этого слова, на вас будет нападение сексуального характера. Вплоть. Так что маленькие дети, вот ни за что на свете не ходите, дети, в Африку гулять. То, что также я говорю про Армению. Не ходите туда. Никол Пашинян не в состоянии обеспечить вашу безопасность. Он явный гондон. Так что вот некоторые вот приходят, спокойно снимают город Ереван, показывают. Вам просто-напросто могут изнасиловать. И это все показать через общественный голос программу. Вот, այսպես պետք է բացատրել այդ ադրբեջանցը, որ հասկանան։ Դե չես բոզի տղեն ասում եկեք, նրանք գալում են, ասում եղան խայտարակ, ռախ մի տղախի բերը որ մի հատ ներ խայտարակ, չաչալ բոզի վաստակ։ Вот так вот. Я понимаю, что сейчас азербайджанцы скажут, а вот видите, мы вашу безопасность обеспечиваем, ваших спортсменов, штангисты были, боксеры были и так далее. Да, вы можете обеспечить, а мы нет. Мы нет. У нас такой менталитет. Мы не можем. И правительство, вот, которое действует и нагло, и подло врет, всем врет. Он вообще не может обеспечивать вашу безопасность. Вот так вот. Ոչ մի քիչ չեմ կարողանում հասկանալ։ Ամբողջ պետականս, այնքան էլ ասեմ, թե ասում պարոն Ղուկասյան, սահմանախախտներ միշտ եղել են։ Ինչի եք դուք գրլան։ Թե արի բացատրի, որ Հայաստանի Հանրապետության պետական սահման, այո, սահմանախախտներ եղել են։ Սահմանախախտներ եղել են անգամ սովետական Հայաստանի ժամանակ։ Ես երեխա էի, երբ որ մի անգամ ռուսական 20-37 զորամասը գտնվում էր ուղիղ մեր շենքի կողքը։ Ուղիղ, ընդամենը մի քանի մետր։ Երբ որ տագնապով ամբողջ ռուսական սովետական զորքը Ավչարկեքով, մենք երեխա ենք, պատը թռնում մտնում ենք այդ զորամասի տարած, գնում էի Ավչարկեկի հետ Խարեյանը, կերակրում էի, Ռիտան, Բերտան, Ալֆան, անուններն էլ հիշում եմ, Կավկասկե Ավչարկե, ազիատսկե, извиняюсь։ Տագնապով դուրս եկան սաղլծվան մարգարասով, խոզով, մովխոզով եւ այլով, սահմանախախտ քրդին բռնին։ Սա բան հոկտեմբերանը դա էր խոսում։ Եղել են, այո, բայց այդ սահմանախախտ քուրդը որ խախտում էր Արաքսը ու հասնում էր Բերյան։ Նա անգամ հոկտեմբերյան չէր կարող հասնել, որ ընդեղից ընդե 10-15 կիլոմետր է։
Իսկ ադրբեջանցի սահմանախախտը զինվորական համազգեստով գալի հասնում է ասուխերի վրեն Նախիջևանի թևից եւ բռնում է քաղաքացին 18 տարեկան երկու երեխա երկու ջահել տղա ոչ թե MVD-ն ոչ թե KGB-ն ոչ թե Պագրանզորկը եւ այլն երկու ջահել երեխա որոնք ավելի զգոն էին, քան ամբողջ սահմանապահ զորքերի վարձությունը միասին վերցրած։ Այդ երկու երեխեքի, այդ երկու ջահել տղեկի խեռը սա սահմանապահ զորքերի ղեկավար կազմի բերանը։ Աբազանին էլ բան չեմ ասում։ Շուն չունեն դաժե նորմալ, շուն։ Շներին մոթը մուտը մել, բոզի տղեկը։ Ոսմա սահմանախախտ բանը եղել են, բայց դրանց հետ կապված նորմալ պայքար պիտի, դու պիտի նորմալ սահման բանը պահես, թե չպահես, ֆորմով մարդ առաջանում մարդ չի բռնում, ուզում են արդարացնեն, զանգամասն ախր հայել եղել, դե հիմա գնա Հյուսայի Կորեայի սահման անցիտեն ամ կարած։ Այսօր այսքանը, հարգելի ժողովուրդ, ես ուսամ Կիրակի օրը մենք ձեզ հանգիստ կտանք եւ կհանդիպենք ձեզ հետ երկուշաբթի օրը եւ ավելի գլոբալ կզրուցենք նաեւ տեղ գյուղի դիրքերի հետ կապված ինչպես ոնց ինչ մեխանիզմով է անցել ադրբեջանցիների այսօր այսքանը շնորհակալություն հուսամ որ գլխավոր դատախազությունը հետույքը տեղից կշարժի եւ կգնա Պեկի հետևից աջակցություն ձեզ